Այս սաղմոսը բժիշկում է այնտեղ, որտեղ բժիշկներն անզոր են։ Մի նայիր, եթե պատրաստ չես հրաշքի։ Եղբայրներ եւ քույրեր, այսօր ես ուզում եմ դիմել ձեզ ոչ թե պարզապես քարոզով, այլ հույսի պատգամով նրանց համար, ովքեր գուցե նստած են այստեղ, իրենց ցավի լռության մեջ, իրենց տառապանքի մենության մեջ, կասկածների եւ անզորության մեջ։ Բայց նախքան շարունակելը գրեք մեկնաբանություններում, թե որ երկրից եք դիտում այս տեսանյութը։ Բարի լսում ձեզ։ Մարդը մնում է մենակ, հոգնած, մարմնի մեջ այլևս ուժ չկա, իսկ բժիշկները բոլոր հետազոտություններից հետո միայն ձեռքերն են տարածում, նրանք այլևս չեն կարող օգնել։ Եվ այդժամ այդ մարդը մնում է դեմ առ դեմ այն ամենի հետ, ինչից մենք վախենում ենք ամենից շատ՝ անհայտության հետ։ Երբ դու այլևս չես վերահսկում քո մարմինը, երբ կանխատեսումները հնչում են որպես դատավճիռ, իսկ բժշկական սարքերի շշուկը դառնում է ավելի բարձր, քան սեփական մտքերդ, ինչ է մնում այն ժամանակ։ Եվ ահա այստեղ սկսվում է ամենակարևորը, որովհետև հենց այս կետում, մարդկային հույսի եզրին, սկսվում է խոսել Աստված։ Երբ սպառվում է բժշկական օգնությունը, երբ վերջանում են ընկերների խորհուրդները, երբ հոգնել ես նույնիսկ աղոթելուց, այդժամ մնում է միայն մեկ բառ, ոչ թե բժիշկի խոսքը, ոչ թե հարևանի խոսքը, այլ Տիրոջ կենդանի խոսքը։ Այն ապացույցների կարիք չունի, կախված չէ ախտորոշումից, ժամանակի ընթացքում չի կորցնում իր ուժը, այն կա ու կլինի, եւ նրա զորությունն անփոփոխ է։ Աստվածաշունչը պարզապես գիրք չէ, այն երկնային դեղատուն է, եւ նրա բոլոր էջերի մեջ կա մի հատուկ տեղ, որտեղ թաքնված է հոգեվոր դեղատոմսը, ընդունակ բժիշկելու ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Սա մի սաղմոս է, որը մեզ տրվել է ոչ թե ծիսակարգի, այլ կյանքի համար, ոչ թե սովորության ուժով կարդալու, այլ դրա մեջ սուզվելու համար։ Սաղմոս, որը գործում է որպես դեղամիջոց, նշանակված հենց Տիրոջ կողմից։ Եղբայրներ եւ քույրեր, դուք երբևէ զգացել եք, որ ձեր սիրտը կոտրված է ոչ թե ցավից, այլ անզորությունից։ Լինում է, որ մարդ նույնիսկ չի լացում, ոչ թե նրա համար, որ չի ցավում, այլ որովհետև ներսում ամեն ինչ արդեն մոխրացել է։ Հավատը կարծես թե դեռ կա, բայց այն թույլ է, ինչպես մոմը քամու տակ։ Հենց այսպիսի պահերին Տերը մեզ տալիս է խոսքը, ոչ թե որպես փոփանք, այլ որպես զորություն։ Եվ Սաղմոսը, որի մասին ես այսօր խոսում եմ, բանաստեղծական տողերի հավաքածու չէ։ Դրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Դա զենք է, դա վահան է, դա կրակ է։ Այո, հենց կրակ, որովհետև ոմանց համար այն ջերմացնում է եւ խաղաղություն տալիս, իսկ մյուսների համար այրում է կասկածներն ու հպարտությունը։ Այս սաղմոսը հմայություն չէ, մանտրա չէ, կախարդանք չէ։ Սա հանդիպում է։ Հանդիպում ձեր ցավի եւ Աստծո զորության միջև, ձեր տկարության եւ նրա հզորության միջև, ձեր լռության եւ նրա ձայնի միջև։ Երբ դուք սկսում եք կարդալ այս սաղմոսը ոչ թե պարզապես աչքերով, այլ սրտով, ինչ-որ բան փոխվում է։ Երբեմն ոչ մի անգամից, ոչ կտրուկ, բայց փոխվում է։ Մեկը կասի, իսկ եթե ես ոչինչ չեմ զգում, իսկ եթե ես փոփոխություններ չեմ տեսնում, իսկ ես կպատասխանեմ, իսկ դու շարունակիր, որովհետև հավատը զգացմունք չէ, հավատը որոշում է, դա քայլ է, դա վստահություն է Աստծուն, նույնիսկ եթե դու դեռ չես տեսնում նրա ձեռքը։ Այս սաղմոսը հենց այդ քայլն է պահանջում, քայլ դեպի անհայտություն, բայց լիակատար վստահությամբ, որ նա արդեն կողքիդ է։ Ոմանք կարդում են այն մեկ անգամ եւ մի կողմ դնում, իսկ մյուսները դարձնում են այն իրենց կյանքի մի մասը։ Եվ ահա հենց երկրորդների հետ են տեղի ունենում հրաշքները, որովհետև նրանք ոչ թե պարզապես կարդում էին, այլ խմում էին այս սաղմոսը, ինչպես ջուրը անապատում։ Նրանք թույլ տվեցին, որ այն դառնա իրենց աղոթքի, իրենց խորհրդածությունների, իրենց շնչառության մի մասը։ Նրանք շշնջում էին այն արդյունքների մեջ, ասում էին անքուն գիշերներին, կրկնում էին նույնիսկ այն ժամանակ, երբ չէին կարողանում վեր կենալ անկողնուց։ Եվ Տերը պատասխանում էր ոչ միշտ ակնթարթորեն, բայց պատասխանում էր, որովհետև խոսքը դատարկ չի վերադառնում։ Եղբայրներ եւ քույրեր, ես հիմա չեմ ասի ձեզ այս սաղմոսի համարը, որովհետև նախքան դա իմանալը դուք պետք է հարց տաք ձեզ, պատրաստ եք վստահել, պատրաստ եք ձեր կյանք թողնել Աստծո խոսքը ոչ թե որպես գեղեցիկ մեջբերում, այլ որպես հոգևոր վիրահատություն։ Պատրաստ եք թույլ տալ Աստծուն գործել ոչ թե ձեր սցենարով, այլ նրա մտահղացմամբ։ Որովհետև այս սաղմոսը չի գործում նրա վրա, ով կասկածում է։ Այն սկսում է գործել միայն այն ժամանակ, երբ սիրտը բացվում է որպես վերք եւ ծարավում է երկնային բժշկի հպմանը։ Գուցե այսօր դուք այստեղ պատահական չեք, գուցե այս սաղմոսը սпасել է ձեզ տարիներով, այն կարող էր լինել ձեր կողքին, բայց դուք պատրաստ չէիք այն լսելու։ Իսկ գուցե դուք բժշկություն էիք փնտրում ամենուր, բացի գլխավոր աղբյուրից, կյանքի խոսքից,
բայց հիմա ամեն ինչ կարող է փոխվել։ Ոչ թե որովհետև դուք առանձնահատուկ եք, այլ որովհետև Աստված հավատարիմ է։ Եվ եթե նա մեզ թողել է այս Սաղմոսը, նշանակում է նա գիտեր, որ մի օր ձեզ պես մեկը կկարդա այն, եւ ոչ թե պարզապես կկարդա, այլ կհավատա։ Եվ այդ հավատի միջոցով, ինչպես բանալիով, կբացվի դուռը դեպի վերականգնում, դեպի բժշկություն, դեպի նոր կյանք։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ուզում եմ կիսվել ձեզ հետ ոչ միայն գրքի ճշմարտությամբ, այլև կենդանի վկայություններով, այն պատմություններով, որտեղ այս Սաղմոսը դարձել է իսկական հրաշքի աղբյուր, որովհետև Աստծո խոսքը տեսություն չէ, այն կենդանի է, այն գործում է նրանց իրական կյանքում, ովքեր հավատում են դրան։ Եվ սկսենք օրինակներից, որոնք ոգեշնչում են։ Կար մի մարդ, երիտասարդ, բայց ծանր հիվանդ, ախտորոշումը հնչում էր որպես դատավճիռ, եւ բժիշկներն ասում էին. «Մեզ մնում է միայն դիտարկել»։ Այս մարդը, կորցնելով ամեն ինչ, բացի հավատից, սկսեց ամեն օր կարդալ այդ Սաղմոսը։ Նա ոչ թե պարզապես կարդում էր, նա խորասուզվում էր դրա մեջ, շշնջում էր այն գիշերը, լաց էր լինում ամեն տողի վրա։ Նա հրաշք չէր փնտրում, նա փնտրում էր Աստծուն, եւ հենց այդ փնտրտուքի մեջ տեղի ունեցավ հրաշքը։ Մի քանի շաբաթ անց վիճակը սկսեց լավանալ, բժիշկները չէին հասկանում, անալիզները հակասում էին տրամաբանությանը, իսկ այդ մարդը հասկանում էր, սա պարզապես առողջացում չէ, սա Աստծո ձեռքի հպումն է։ Մեկ այլ պատմություն, մի կին, որը կոտրված էր ոչ միայն հանգամանքներից, այլև մեղքի զգացումից, որը ներսից ուտում էր իրեն։ Իսկ գիտեք ինչ պատահեց, նրա հոգին խաղաղություն գտավ, նրա ներսից անհետացավ խավարը, նա ընդունեց Քրիստոսին։ Նա անմիջապես ազատություն դուրս չեկավ բանտից, բայց երկար տարիների մեջ առաջին անգամ նա ազատ էր ներսից։ Եվ երբ տարիներ անց նա ազատ արձակվեց, դա արդեն նույն կինը չէր, դա նոր կյանք էր։ Սաղմոսը, որը նրան ազատություն տվեց, չքանդեց բանտի պատերը, այն քանդեց պատերը նրա ներսում։ Ահա թե որն է այս Սաղմոսի առանձնահատկությունը։ Այն ոչ թե պարզապես խնդրում է Աստծո ողորմությունը, այն հռչակում է այն։ Այն խոսում է ոչ թե վախի, այլ հաղթանակի դիրքերից։ Այն չի սպասում միջև հիվանդությունը նահանջի, որպեսզի շնորհակալություն հայտնի։ Այն շնորհակալություն է հայտնում նախապես։ Եվ սա գլխավոր դասն է, որ մենք պետք է սովորենք։ Հավատը խոսում է ավելի շուտ, քան տեսնում է։ Հավատը հռչակում է ավելի շուտ, քան գալիս է պատասխանը։ Այս Սաղմոսը տեղ չի թողնում կասկածի համար։ Այն սուր է ռազմիկի ձեռքում։ Այն երգ է, որը երգում են ոչ թե հաղթանակի վերջում, այլ ճակատամարտի հենց սկզբում։ Ահա թե ինչու է այն գործում, որովհետև այն տկարության մասին չէ, այլ վստահության։ Այն չի ասում, եթե կամենաս Տեր, այլ ասում է, ես գիտեմ, որ դու զորավոր ես եւ դու արդեն գործում ես։ Բայց եղբայրներ եւ քույրեր, այս Սաղմոսը չի ազդի նրանց վրա, ովքեր պարզապես կարդում են այն աչքերով, որովհետև տարբերություն կա կարդալու եւ ընդունելու միջև։ Ոմանք կարդում են եւ լսում միայն բանաստեղծական տողեր, մյուսները կարդում են եւ լսում հենց Աստծո ձայնը, որովհետև հավատը սրտի որոշում է։ Եվ ով բացում է իր սիրտը խոսքի առաջ, իր մեջ է թողնում այն զորությունը, որը կերպարանափոխում է։ Արդյոք ամեն բժշկություն հիվանդությունից ազատում է։ Երբեմն հիվանդությունը մնում է, բայց հոգին է բժշկվում։ Երբեմն ախտորոշումը չի փոխվում, բայց վախն է հեռանում։ Երբեմն մարմինը դեռ թույլ է, բայց ներսում արդեն ապրում է այնպիսի խաղաղություն, որը հնարավոր չէ բացատրել։ Որովհետև այս Սաղմոսը դիպչում է օգուն, այն գտնում է այն վերքերը, որոնք չի տեսնում ոչ մի ուլտրաձայնային հետազոտություն։ Այն թափանցում է այն վերքերի մեջ, որոնք թողել են ոչ թե բժիշկները, այլ դավաճանությունը, մենությունը, մանկության վնասվածքները։ Եվ այնտեղ, որտեղ ոչ մի դեղամիջոց չի օգնում, Սաղմոսը սկսում է իր աշխատանքը։ Շատերն են հարցնում. ինչու ինձ միանգամից լավ չեղավ, չէ որ ես աղոթեցի։ Իսկ ես պատասխանում եմ. դու շարունակիր, որովհետև խոսքը սերմի պես է։ Այն հաջորդ օրը պտուղ չի տալիս, այն աճում է լռության մեջ։ Եթե դու կարդում ես այս Սաղմոսը ամեն օր, դու ջրում ես քո հավատը։ Խոսքը սկսում է վերակառուցել քո ներսի մտածողությունը։ Դու հանկարծ նկատում ես, որ դարձել ես ավելի հանգիստ, որ գիշերը չես արթնանում տագնապից, որ շնչելն ավելի հեշտացել է, որ ներելը հնարավոր է դարձել։ Սա է բժշկությունը, ներքին, իսկական, խորը։ Այն սկսվում է հոգուց, եւ Սաղմոսը դառնում է վահան, որի հետևում կարելի է թաքնվել։ Այն կամուրջ է, որով դու գնում ես ցավից դեպի վերականգնում։ Եվ ահա ես ասում եմ ձեզ,
Եղբայրներ եւ քույրեր, կառչեք այս սաղմոսից։ Թող այն դառնա ոչ թե պասապես տեքստ ձեր Աստվածաշնչում, այլ ձեր հոգու շնչառությունը։ Թող այն դառնա պատասխան, երբ պատասխան չկա։ Որովհետև Աստծո կողմից տրված սաղմոսը չի կորցնում իր ուժը կրկնությունից։ Ընդհակառակը, որքան հաճախ ես այն կարդում, այնքան խորն է այն թափանցում։ Եվ այդ ժամ այն օրը, երբ դու հատկապես թույլ լինես, այդ սաղմոսը կհիշի քեզ, եւ Աստված, ով տեսնում է սիրտը, կլսի, որ դու չես հանձնվել եւ քեզ ուշ կուղարկի։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, եթե ձեր սրտում արդեն վառվել է հավատի բոցը, ապա հաջորդ քայլը սկսել ապրել այդ խոսքով, ոչ թե պարզապես հիշել այն ժամանակ առ ժամանակ, այլ դարձնել այն ձեր կյանքի մի մասը, ինչպես օդը, որը շնչում եք։ Եվ առաջին բանը, որ ուզում եմ ձեզ ասել, սկսեք առավոտից։ Առավոտը մաքուր էջի պես է։ Նախքան հեռախոսը վերցնելը, նախքան լուրերը կարդալը, բացեք այս սաղմոսը։ Կարդացեք այն բարձրաձայն, թող ձեր ականջները լսեն ձեր հավատը։ Ասեք այն գիտակցաբար, կարծես Աստված հենց հիմա ձեր կողքին է։ Հետո օրվա ընթացքում վերադարձեք դրան։ Պարտադիր չէ ամբողջությամբ, երբեմն բավական է միայն մեկ տող։ Դժվար պահին, երբ սիրտը սեղվում է, երբ վախը մոտենում է, հիշեցրեք ձեզ այն արտահայտությունը, որը ձեզ հատկապես դիպավ։ Այս սաղմոսը կդառնա ձեր վահանը։ Նաև կարդացեք այն ոչ միայն ձեզ համար, այլև ուրիշների համար։ Որովհետև հավատը միայն ինձ տուրը չէ, այլ Տեր, դիպիր նրան, ով հիմա լաց է լինում, տառապում է։ Մեծ է աղոթքի ուժը, երբ այն դուրս է գալիս սեփական եսի սահմաններից։ Հիշում եք, թե ինչպես ընկերները բերեցին անդամալույցին Հիսուսի մոտ, ոչ թե հիվանդի հավատը, այլ ընկերների հավատը բերեց բժշկության։ Այնպես որ դուք էլ, երբ աղոթում եք այս սաղմոսով, մի սպասեք հաստատումների, որպեսի հավատաք։ Մի սպասեք լավացման, որպեսի շնորհակալություն հայտնեք։ Իսկական հավատն ասում է. շնորհակալ եմ դեր պատասխանը չստացած։ Այն շնորհակալություն է հայտնում Աստծո անտեսանելի գործողության համար, որն արդեն սկսվել է։ Երբ կարդում եք այս սաղմոսը, ասեք. Տեր, ես շնորհակալ եմ քեզ, որ դու արդեն գործում ես, նույնիսկ եթե իմ աչքերը դա չեն տեսնում։ Նման երախտագիտությունը բանալի է, որը բացում է դռները, բայց հիշեք, սաղմոսը կոճակ չէ, այն կախարդական կոճ չէ, որն աշխատում է սեղմելիս։ Դա ճանապարհ է, դա հավատարմություն է։ Եթե դուք մեկ անգամ կարդացիք եւ ակնթարթային հրաշք եք սպասում, դուք չեք հասկացել իմաստը։ Հավատը կրակ է, որը պետք է պահպանել ամեն օր, հատկապես այն օրերին, երբ չես ուզում, երբ ծանր է։ Այդ օրերին սաղմոսը հնչում է հատկապես հզոր, որովհետև դուք այն կարդում եք ոչ թե հարմարավետությունից դրդված, այլ հնազանդությունից, եւ Աստված տեսնում է դա։ Բայց նույնիսկ եթե հրաշքը չգա այնպես, ինչպես դուք էիք սպասում, հիշեք, բժշկությունը միշտ չէ, որ լիակատար առողջացում է մարմնով։ Երբեմն Աստված բժշկում է ոչ թե մարմինը, այլ սիրտը։ Երբեմն նա տալիս է ոչ թե ախտորոշման չեղարկում, այլ խաղաղություն, որով մարդն ապրում ու ուրախանում է ամեն օրով։ Երբեմն նա չի փոխում հանգամանքները, բայց փոխում է մեզ այդ հանգամանքների մեջ, եւ դա պակաս հրաշք չէ։ Դա Աստծո սիրո հպումն է, որն ասում է. ես քեզ հետ եմ, դու մենակ չես, դու մոռացված չես։ Եվ այս սերն ավելի կարևոր է ցանկացած արդյունքից։ Ուստի եղբայրներ եւ քույրեր, ես այսօր կոչ եմ անում ձեզ, սկսեք ապրել այս սաղմոսով ոչ թե վաղը, այլ այսօր։ Հենց հիմա բացեք այն, կարդացեք, հռչակեք եւ հավատացեք, որ Աստված արդեն գործում է։ Նա հավատարիմ է, եւ եթե նա տվել է այս սաղմոսը, նշանակում է նա գիտեր, որ կգա մի օր, երբ դուք դրա կարիքը կունենաք, եւ այդ օրը այսօր է։ Թող Աստծո խոսքը լինի ձեր պաշտպանությունը։ Ամեն։ Սիրելի քրիստոնյաներ, շնորհակալ եմ մինչև վերջ լսելու համար։ Բաժանորդագրվեք ալիքին, դրեք հավանումներ Աստծո խոսքը տարածելու համար եւ գրեք ձեր մտքերը մեկնաբանություններում։ Կիսվեք սրանով ձեր հարազատների հետ։ Աստված օրհնի ձեզ, մինչ նոր հանդիպում։